Երբ է Արշակ Սրբազանը նորից ոսկեհատ վերադառնալու, քայլելու ծննդավայրի փողոցներով։ Այս մասին վերջին շաբաթներին հաճախ են իրար հարցնում գյուղում։ Նոր տարվա ամենամեծ երազանքն է Սրբազանին սքեմով տեսնել ոսկեհատում շրջելիս։ Քանի անգամ տեսել եմ, մի հատ 06 կա հին, մեջը նստած գնացել է միշտ։ Ես դաժի մեծ անծանոթ մարդալի ասել եմ նայեք, Արշակ Սրբազանը 06-ով։ Ինքը որ տանից դուրս էր գալի մի 100 մետր քայլում էր, երևի մի 10-15 հոգի մարդ էր հավաքում շուրջը արդեն։ Մի ամիս առաջ էր, ինչ էր։ Վայասի Սրբազան ջան, ինչպես եք, առողջականդ ոնց եք, լավ եք։ Ես ուզում եմ քո ձեռքը մի հատ համբյուրեմ, դու շատ լավն ես։ Սենց արեց։ Ասի ձեռքը դուր այ Սրբազան ջան, ձեռքդ եմ ուզում համբյուրեմ։ Մի հատ ձեռքը ասենց արի ասի, վայ Աստված ջան, պին ձեռով պահել։ Հասարակ ընտանիքում է մեծացել Արշակ Սրբազանը, պատմում են ոսկեհատցիները։ Հայրը շուտ է մահացել, վարորդ էր։ Մայրը տարիքն առած կին, որդու խնամքին էր։ Այս գյուղում ծնված, այս գյուղում մեծացած, բանվորի ընտանիքի երեխա, կիրթ, դաստիարակված, խելոք, մարդկային անձնավորություն։ Փայլուն աշակերտ էր, դասղեկի խոսքով ուժեղ էր պատմությունից ու գրականությունից։ Մրցակից չուներ սիրուն չարաճճին։ Առույտ երեխա էր, շատ չարաճճի, շատ սիրուն չարաճճ էլի, ինձ չար չարաճճի չէ։ Իր անգերական շրջապատներից մեկը, իմ երեխեքից մեկն է եղել, որին ինքը առաջարկում էր մայրաթոր, իմ տղեն ասում էր մայրաթորը մեր ինչին է պետք։ Իմ տղեն հետ մեր այլ ճանապարհ է, բայց ինքը մանկությունից մայրաթորն ու սուրբն է սիրում։ Ոսկեհատցիները մի պատմություն գիտեն, որ լեգենդի պես են պատմում գյուղ եկողին։ Ասում են, նա ուսանող է եղել Երուսաղեմում, երբ իսրայելցի ուժայինները հարձակվել են քրիստոնյաների վրա։ Պատմում են, իրենց համագյուղացին միայնակ է կռվել հատուկ ջոկատայինների դեմ, խաչը ձեռքին, ապավինելով միայն Աստծուն։ Մենակ դուրս է եկել դրանց գվարդիայի դեմ ոստիկանների, թե ով են եղել, ինչ են եղել, այտենց մենակով դրանց ծաղին լարել է տարածքից։ Ինչ հարցրել ենք, ասել է, այս ձևը ավելի լավ է, այս ձևը ավելի լավ է, այս ձևը ինքը Աստծու հետ դուրան, աղոթքները, ամեն ինչը ինքը դուրս է, բանը ճիշտ է։ Ես այսքան ժամանակ չեմ տեսել մի հատ սխալ քայլ դրան, մի հատ սխալ քայլ չեմ տեսել։ Ինչից ասես գիտեր։ Անահիտ տատի պատրաստած ճաշն էր Սրբազանի սիրելի կերակուրը։ Անահիտ տատը աշխատում էր մանկապարտեզում, Սրբազանն էլ իր պարտքն էր համարում ամեն օր գնալ, օրհնել կերակուրը ու բարի ախորժակ մաղթել։ Գալիս է մի հատ խաչանում, օրհնում է, բոլորին է լավ վերաբերում ինքը։ Գյուղացիքին օգնել է, ամեն ինչ արել է։ Ինքը շաբաթը ամեն շաբաթ ոտով մանայեք է։ Ես ինքս ականատես եմ եղել, ճիշտ է, սաղոր սովխոզում կանգնած չեմ եղել, բայց անընդհատ տեսել եմ իրան։ Հարցրել է իմ թորներից ոնց են, ինչ է, երեխեքը կնքված են, միշտ ասել է, որ երեխեքին կնքեք Աստված, այդպես բաներ չի ընդունում, որ երեխեք անկնունք են ելնում։ Ոսկեհատում բամբասանք են անվանում հոգևորականի շուրջ հյուսված պատմությունները, նրա ձերբակալությունը, խայտառակություն։ Քննչական կոմիտեի շենքից է ԱԱԾ-ն տարել Արշակ Սրբազանին։ Որտեվ ստեյս չէին կարա տանեին, ժողովուրդը չէր թողի տանեին։ Անիմաստ տեղը բռնել են, իմ կարծիքով անիմաստ տեղը։ Ասում են թմրամիջոց է գցել։ Հա, թմրամիջոց։ Հետո հասելով չի։ Դե սա հասկանում են, որ Սարքովի է։ Ցավ, զայրույթ, ամոթ իրար են խառնվել։ Այդ ինչ է արել Արշակ Սրբազանը, որ ԱԱԾ նկուղում են պահում, չեն հասկանում հոգևորականի հայրենի գյուղում։ Ցավում եմ, շատ եմ ցավում, ոչ թե ցավում եմ, այլ դողում եմ, նույնիսկ մրսում եմ դրանից։ Հիմա էլ անունը տվեց աչքերս լցվում։ Ոսկեհատում կասկած չունեն, թե որն է Արշակ Սրբազանին ազատությունից զրկելու իրական պատճառը։ Արշակ Սրբազանի ելույթը ցեղասպանության մասին, որպես հոգևոր բարձրաստիճան անձնավորություն, ինքը հայտարարեց, որ ցեղասպանություն է եղել հայ ազգի հանդեպ, այս բաները եւ այլ այդ իր անմոռանալի բաները մեր վարչապետին դուր չգավ։ Կոմպրոմատների ենթարկվող չէ Արշակ Սրբազանը, համոզված են ոսկեհատում։
Ասում են նա հայրենասեր է, իսկ հիմա բանտախուցն է հայրենասերների տեղը։ Որևէ դրական տեղաշարժ Էլի շատ հայրենասեր մարդիկ չեն ենթարկվի, ոչ մի բանի, իրանք կմեռնեն, բայց չեն գնա այդ քայլին։ Ինչ է ինքը իր ընտրած ուղին ինքը դավաճանի ինքը իրան, չի կարա լինի այդպես բան։ Մանավանդ Արշակ Սրբազանը։ Բնավորությունը մարդու հետ ծնվում է, հասկանում ես, ինքը բնավորությամբ այդպեսին է ծնվել։ Հիմա այդ բնավորությունը ավելի իր մոտ զարգացել է։ Զարգացել է, հասել է մի գագաթնակետի, որ ինքը ի վիճակի չի ենթարկվելու, եթե իր ուղեղը, իր սիրտը, իր էությունը դա թույլ չի։ Այս ամանորին ամեն տարվա պես տոնական տեսք չեն տվել ոսկեհատին։ Գյուղի ոսկի ավանդույթներից մեկից զրկված են այս տարի։ Սրբազանը ավետարան ու բարի խորհուրդներ չի բաժանում տնետուն։ Գնացեք սա գյուղերը նայեք, ուրախ նոր տարին դիմավորեմ, իսկ մեր գյուղից բռնե տարին նստեցել են անիմաստ տեղը, որ ինչ։ Ես ցանկանում եմ միայն ու միայն ազատություն։ Մեր Արշակ Սրբազանին։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։